Այս շաբաթ Բաքվից հնչած հայտարարությունները կրկին սրեցին արդեն ծանոթ թեմաների շուրջ խոսակցությունները՝ թրիփ, Զանգեզուրի միջանցք, Հայաստանի էներգետիկ անվտանգություն։ Իլհամ Ալիևը Նախիջևանում ոչ միայն խոսեց Հայաստանի տարածքով նախատեսվող ենթակառուցվածքների մասին, այլև կրկին թրիփը ներկայացրեց Զանգեզուրի միջանցք ձևակերպմամբ։ Այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հստակեցրել է, խոսքը ճանապարհի ոչ թե միջանցքի մասին է։ Թեմային հետևել է Տիգրան Հովակիմյանը, Տիգրանն արդեն տաղավարում է։ Տիգրան, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող այս շաբաթվա հայտարարություններից ինչ նոր փաստ կարող ենք արձանագրել, մասնավորապես թրիփի եւ էներգետիկ ծրագրերի մասով։ Վահագն, Նախիջևանում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թրիփի Հայաստանով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է արդեն սկսվի այս տարի։ Իրենց հատվածի կառուցումը պետք է կատարեն իրենց միջոցներով եւ երկաթուղին Հայաստանի սահմանին մոտեցնեն արդեն հաջորդ տարի։ Այս ժամկետի հստակեցումը Ալիևի խոսքով պարզ է դարձել նրանից հետո, երբ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հատկանշական է, որ Ալիևը Հայաստանով անցնող ճանապարհի մասին խոսելիս օգտագործում է եւ թրիփ եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Վահագն, Ալիևի հայտարարություններում ուշագրավ է նաև էներգետիկ բաղադրիչը։ Նա ասել է, որ ցանկանում է թրիփի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնել, Ադրբեջանի հիմնական մասը այդ կերպ միացնել Նախիջևանին։ Ավելին, նրա խոսքով ադրբեջանցի մասնագետներն արդեն նախնական ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում եւ որոշել էլեկտրասյուների տեղադրման հնարավոր վայրերը։ Հատկապես ուշագրավ էր հենց այս հայտարարությունը, քանի որ խոսքը ոչ միայն նախատեսվող նախագծի, այլև նրանց մասնագետների մեր երկրում կատարած ուսումնասիրությունների մասին է։ Տիգրան, իդեպ երեք լրագրողների հետ ճեպազրույցում Իլհամ Ալիևի այս հայտարարությանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ ադրբեջանցի մասնագետների Հայաստանի տարածքում ուսումնասիրություններ իրականացնելու մասին հայտարարվել էր։ Այո, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 5-ին էր հայտարարվել պաշտոնական հաղորդագրություն տարածվել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման եւ երկու երկրների տարածքներում նախատեսվող աշխատանքների մասին։ Իսկ այս տարվա հունվարի 15-ին արդեն հայտարարվել էր երկաթուղու մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել։ Փաշինյանը շեշտեց, որ էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, մալուխների եւ երկաթուղու վերաբերյալ ընթանում է երկկողմ աշխատանք։ Նախիջևանում Իլհամ Ալիևը խոսել է նաև հայկական ատոմակայանի ապագայի մասին, նշել, որ այն վաղ թե ուշ փակվելու է եւ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Իսկ Փաշինյանը երեկվա ասուլիսում հակադարձելով նշեց, որ Մեծամորի ԱԵԿ-ի շահագործման ժամկետը ամրագրված է նաև Հայաստանի միջազգային պայմանագրերում։ Միաժամանակ նշենք, որ ՄԱԳԱՏԵ-ի գնահատմամբ կայանի շահագործումը կարող է շարունակվել մինչև 2036 թվականը։ Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանը այսօրվա դրությամբ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, իսկ ապագայում պահանջարկը կարող է աճել պայմանավորված նրանով, որ մեր երկրում արհեստական բանականության գործարանները ավելանում են եւ զարգանում։ Այդուհանդերձ Հայաստանի ռազմավարությունը վարչապետի գնահատմամբ 100%-անոց էներգետիկ անկախությունն է, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է միջազգային էներգետիկ շուկայի մաս կազմել եւ արտահանել եւ ներկրել էլեկտրաէներգիա։ Վահագն, առաջարկում եմ այս պահին դիտել մեր պատրաստած ռեպորտաժը, որում իրենց մասնագիտական գնահատականներն են ներկայացրել հայ փորձագետները։ Այս շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Նախիջևանում արած հայտարարությունները նոր քննարկման առիթ դարձան։ Թրիփի հայկական հատվածի շինարարության ժամկետներից ու Զանգեզուրի միջանցք ձևակերպումից մինչև Հայաստանի էներգետիկ ապագա եւ ադրբեջանցի մասնագետների Հայաստանում իրականացրած ուսումնասիրություններ։ Ուշագրավ է, որ Բաքուն շարունակում է օգտագործել այսպես կոչված Զանգեզուրի միջանց ձևակերպումը։ Մինչդեռ պաշտոնական Երևանը բազմիցս է հնչեցրել իր դիրքորոշումը, որ խոսքը տրանսպորտային ծրագրի, ճանապարհի, ոչ թե արտատարածքային միջանցքի մասին է։ Իր կիրառած Զանգեզուր տերմինաբանությունը
դա ադրբեջանական բառամթերք չէ, Զանգեզուրի Սյունիքին տրված անվանում է, որը ունի հենց հայկական ծագումնաբանություն, այդուհանդերձ նա փորձում է դա ներկայացնել որպես ադրբեջանական տերմին ու այդ տերմիններով է առաջնորդվում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս պահին եղած հնարավորության սահմաններում շարունակում է անել հայտարարություններ, տեքստեր, որոնք մեղմ ասած չեն համապատասխանում խաղաղության մասին հռչակված հայտարարություններին եւ տեքստերին։ Կարծես թե մեր հատվածի վրա վերջ թրիփա կոչվում, Դոնալդ Տրամփ ուղինատ կոչվում, կարծես թե, բայց ինքը այնուամենայնիվ ուզում է վերաթարմացնել, էլի, նաև ամերիկացիների ուղեղում, որ սա այս միջանցքի մեծ, Զանգեզուրի միջանցքի ուղղակի մի մասն է։ Այո, այս ձևի մրցակցություն միշտ էլ կլինի։ Ես պետք է ասեմ, որ մենք դրան պետք է սովորենք, ու մերը ասենք։ Ստեփան Գրիգորյանի կարծիքով այստեղ կարևոր են նաև թրիփի ու այդ ճանապարհի վերաբերյալ Միացյալ Նահանգների գնահատականները։ Ամերիկացիք ճիշտ են իրանց բանում, ինչ առումով ճիշտ են։ Իրանք ասում են այն մասը, որը Հայաստանն է ընկնում, Հայաստանն է։ Ու մի քանի անգամ հիշում եք հայտարարեցին, որ մաքսային ծառայությունը հայկականը կլինի, սահմանապահները հայկական կլինին, Հայաստանի դա շատ մեզ համար դա շատ կարևոր է։ Դա ավտոմատ նշանակում է, որ մեզ ձեռնտու ծրագիր է։ Մենք սուվերենությունը չենք զիջում։ Դա միջանցք չի, դա կլինի ճանապարհ։ Ալիևի ենթակառուցվածքների գործնական փուլին վերաբերող հայտարարություններին անդրադառնալով փորձագետները կարծում են, որ դրանք պետք է դիտարկել ոչ միայն որպես քաղաքական հռետորաբանություն, այլև տարածաշրջանային հաղորդակցությունների ձևավորման ավելի լայն գործընթացի համատեքստում։ Քանի որ ամերիկացիք իրոք շահագրգռված են կառուցել, հիմա ամերիկացիք մեզ հետ ավելի արագ այդ հատվածը 44 կիլոմետրանոց ավելի արագ կսկսեն, բայց հիմա Ալիևը ինչ է ուզում ասել։ Մեր մասով մենք արեցինք, հիմա սպասում ենք, որ Հայաստանը անի։ Այո, իրանք ակտիվ են ռեգիոնալ կոնտեքստով, հետո այդ կոմունիկացիաների կառուցման կոնտեքստով իրանք ավելի մեզանից ակտիվ են, հիմա մենք էլ պետք է ակտիվ լինենք, քանի որ մեր շահերից էլ է բխում մտնել այդ մեծ ծրագրի մեջ։ Առանձնահատուկ քննարկման թեմա դարձավ Մեծամորի ԱԵԿ-ի ապագայի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը։ Ալիևը խոսելով հայկական ատոմականի վաղ թե ուշ փակվելու եւ դրա հետևանքով Հայաստանի հնարավոր էներգետիկ խնդիրների մասին միաժամանակ առաջարկում է ադրբեջանական էլեկտրաէներգիան որպես հնարավոր լուծում։ Փորձագետների գնահատմամբ այս մոտեցումը պետք է դիտարկել նաեւ քաղաքական ենթատեքստում։ Ադրբեջանը փորձում է ոչ միայն կանխատեսել Հայաստանի էներգետիկ ապագան, այլև իր առաջարկը ներկայացնել որպես այդ ապագայի հնարավոր դրանով իսկ ազդելու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա։ Դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերից, ստացվում է, որ Ադրբեջանը պետք է որոշի Հայաստանը ունենա ատոմակայան թե ոչ, ինչ ձևով ունենա, ինչ ձևով չունենա։ Մինչդեռ պաշտոնական Երևանը շեշտադրում է ոչ թե որևէ մեկ երկրից կախվածությունը, այլ էներգետիկ անկախությունը, սեփական արտադրական կարողությունների զարգացմամբ, էներգետիկ համակարգի ինքնաբավության բարձրացմամբ եւ անհրաժեշտության դեպքում միջազգային շուկայից թե ներմուծելու, թե արտահանելու հնարավորությամբ։ Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ինչ է նախատեսում Ադրբեջանը, այլև ինչպիսին է լինելու Հայաստանի դիրքը ձևավորվող տրանսպորտային եւ էներգետիկ նոր համակարգում։ Տիգրան Վակմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Տիգրան առաջարկում է մեր քննարկումը շարունակել ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ այստեղ եք։ Այսպեսով Իլհամ Ալիևը շարունակում է թրիփը ներկայացնել որպես Ադրբեջանի Նախիջևանի հետ կապն ապահովելու վաղեմին նպատակ, մինչդեռ Հայաստանի վարչապետը նկատենք, որ ասում է, սա Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորություն է։ Ի վերջո, այս նախագծում ո՞րն է Ադրբեջանի նպատակը եւ ո՞րն է Հայաստանի շահը։ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է՝ ունենալ անխոչնդոտ անցում դեպի Նախիջևան եւ Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա։ Եվ սրա մասին Ադրբեջանը խոսում է անմիջապես երկրորդ Արցախյան պատերազմի ավարտից հետո։ Որն է Հայաստանի նպատակը։ Առաջին, եթե խոսում ենք թրիփի մասին, ունենալով ամերիկյան ներգրավվածություն, առնվազն գոնե 74% բաժնետոմսեր թրիփի զարգացման ընկերությունում, սա օգտագործել որպես հավելյալ զսպման գործոն, հետագայում Ադրբեջանի հնարավոր ռազմական նկրտումների կամ ռազմական շանտաժի դեմ, եւ երկրորդ նաև հասնել Հայաստանի ամբողջական ապաշրջափակմանը։ Ամբողջական ապաշրջափակում ասելով նկատի ունեմ երկու բան։ Առաջին, բացել Հայաստան-Նախիջևան սահմանը եւ ունենալ երկաթուղային կապ Իրանի հետ։ Երկրորդ, բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
ունենալ երկաթուղային կապ Թուրքիայի հետ, այդ թվում ունենալ մուտք Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ, Թուրքիայի Սևծովյան նավահանգիստներ, Թուրքիայի տարածքով ունենալ մուտք դեպի Մերձավոր Արևելք եւ նաեւ բացել Հայաստան բուն-Ադրբեջան սահմանը եւ ունենալ ավելի հեշտ տարանցում դեպի Ռուսաստան եւ նաեւ Կասպի ծովի միջոցով դեպի Կենտրոնական Ասիա։ Պարոն Պողոսյան, այսպիսով արձանագրենք, որ ադրբեջանցի մասնագետները եկել են Հայաստան եւ ուսումնասիրություններ են կատարել էլեկտրահաղորդման գծերի, հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը որոշելու հետ կապված եւ Հայաստանն էլ պատրաստ է նաեւ Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի։ Եվ այս դեպքում որտեղ է անցնում համագործակցության եւ ռազմավարական կախվածության սահմանը եւ կարող է Հայաստանը այնպես կառուցել այս հարաբերությունը, որ էներգետիկ համագործակցությունը չվերածվի Ադրբեջանից կախվածությանը։ Նախ իհարկե ցանկալի կլիներ, որպեսզի ադրբեջանցի մասնագետների այցի մասին մենք չիմանայինք Ադրբեջանի նախագահի կողմից, այն էլ հետին թվով, այլ իմանայինք, այսպես ասենք, Հայաստանի համապատասխան կառույցների կողմից։ Նկատի ունեմ տեղեկույթը։ Նախորդ տարի հայտարարվել էր այդ մասին։ Ամեն դեպքում, ինչ վերաբերում է էներգետիկ կախվածությանը, տեսեք, ինքը Հայաստանը հիմա էլեկտրաէներգետիկ ավելցուկ ունեցող պետություն է։ Մենք ունենք էներգետիկ ավելցուկ, մենք արտահանում ենք էլեկտրաէներգիա դեպի Իրան եւ պատրաստվում ենք ավելացնել այն, եթե վերջապես ավարտվի երրորդ բարձրավորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը արդեն 10 տարուց ավելի է տևում, անընդհատ խոչընդոտներ կան, հիմա կարծես թե նշվում է 2027 թվականը։ Մյուս կողմից մենք ունենք նաեւ ատոմային էլեկտրակայան, որը կգործի մինչեւ 2036 թվականը, եւ բոլորն են հասկանում, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ատոմային էլեկտրակայան 2036 թվականից հետո։ Հետեւաբար, եթե ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը դառնա ոչ թե էլեկտրաէներգիան ներմուծող պետություն, ըստ այդմ կախվածության մեջ հայտնվի Ադրբեջանից, Թուրքիայից կամ որևէ այլ պետությունից, այլ շարունակի մնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող պետություն, առաջին հերթին պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել էլեկտրաէներգիա արտադրող նոր հզորությունների գեներացման վրա եւ առաջին հերթին նոր միջուկային ռեակտորի կամ նոր ատոմակայանի վրա, որը պետք է պատրաստ լինի առնվազն մինչև 2036 թվականը, որտեղ կարծես թե դրանից հետո գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգման ենթակա չէ։ Այս կապակցությամբ ինձ թվում է, քանի որ մասնագետները նշում են, որ առնվազն 8-ից 9 տարի է պետք ատոմակայանի կառուցման որոշում ընդունումից մինչև բուն ատոմակայանի շահագործումը, հետեւաբար մենք առավելագույնը ունենք 1 տարի։ Այսինքն գոնե մինչև 2027 թվականի սեպտեմբեր Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի արդեն հստակ որոշում, որ ինչպիսի ատոմակայան է իրեն պետք, դա կլինի փոքր մոդուլային ռեակտորներ, որի մասին հիմա շատ է խոսվում, թե ամեն դեպքում դա կլինի ավելի խոշոր ատոմային էլեկտրակայան, երկրորդ ով է դա կառուցելու, ինչ ֆինանսական միջոցներով եւ այլն։ Եթե որոշումը չընդունվեց մինչև 2027 թվականի աշուն, ապա դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ մենք չենք ունենա նոր ատոմակայան մինչև 2036 թվականը եւ այդ դեպքում արդեն չմոռանանք, որ ատոմակայանը հիմա ապահովում է մեր էլեկտրաէներգիայի կարիքների ըստ տարբեր տվյալների եւ ըստ տարբեր սեզոնների 30-35 մինչեւ 40%-ը։ Այդ դեպքում մենք արդեն լուրջ խնդիրներ կունենանք եւ կախվածության մեջ կլինենք մեր այն հարևաններից, ովքեր պատրաստ են էլեկտրաէներգիա արտահանել։ Իսկ գիտենք, որ Ադրբեջանը ինտենսիվ քայլեր է ձեռնարկում սեփական էներգետիկ հզորությունների ավելացման ուղղությամբ։ Այնտեղ արդեն կառուցվել է 230 մեգավատանոց խոշոր արևային էլեկտրակայան, մեկ այլ արևային էլեկտրակայան կառուցվում է։ Նախագահ Ալիևը Նախիջևանում հայտարարեց, որ Նախիջևանում եւս սկսվում է եւս 300 մեգավատ հզորության արևային էներգետիկայի արևային էլեկտրակայանի կառուցում, իսկ հիշեցնեմ, որ մեր ատոմակայանը հիմա մոտ 400 մեգավատ է։ Հետեւաբար էներգետիկ կախվածությունից խուսափելու ճանապարհը դա 2036 թվականին երաշխավորված նոր ատոմակայան ունենալն է։ Պարոն Պողոսյան, եթե անդրադառնանք երկաթուղուն, որի հարցը եւս այս օրերին բավականին ակտիվ քննարկվում է եւ որի կոնցենսիոն կառավարումն իրականացվում է ռուսական կողմից, Փաշինյանն ասում է, որ Հայաստանը չի ցանկանում գնալ Ռուսաստանի հետ սուր լուծումների եւ ցանկանում է քննարկել նույնիսկ կոնցենսիոն իրավունքի ամբողջական կամ մասնակի փոփոխության տարբերակը։ Արդյոք սա TRIP-ի եւ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու համատեքստում դառնում է նաև ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական վերադասավորումների հարց։ Միաժամանակ նկատենք, որ կարծես թե ռուսական կողմը հրաժարվում է որևէ կերպ փոխանցել այդ կոնցենսիոն կառավարումը որևէ այլ կողմի։ Տեսեք, եթե մենք խոսում ենք, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի իր տարածքով երկաթուղային բեռնափոխադրումներ իրականանան, մասնավորապես կենտրոնական Ասիայից բեռների մի մասը անցնելով Ադրբեջանով, TRIP-ով եւ Նախիջևանից ոչ թե ուղակի անցնի դեպի Թուրքիա, այլ Նախիջևանից բարձրանա Երազք, Երևան, Գյումրի, այնուհետև Կարս եւ Թուրքիա, դրա համար
անհրաժեշտ է մեկ հիմնական նախապայման, որպեսզի բաց լինի Հայաստան-Նախիջևան սահմանը եւ Հայաստան-Թուրքիա սահմանը։ Քանի դեռ Հայաստան-Նախիջևան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները փակ են, պնդել, որ այդ բեռնափոխադրումների հիմնական խոչընդոտը դա մեր երկաթուղիների ռուսական կոնցեսիոն կառավարումն է, ինձ թվում է այնքան էլ ճիշտ չէ, որտեղ լավ ընդունենք մեր երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են գտնվում եվրոպական, ամերիկյան, հարավարևելյան ասիական որևէ պետության ձեռքում։ Եթե Հայաստան-Նախիջևան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները շարունակում են մնալ փակ, անկախ նրանից թե ով է կառավարում Հայաստանի երկաթուղիները, կամ ընդունենք դրանք պետականացվում են, ընդհանրապես կոնցեսիա չկա։ Ստեղծվում է Հայաստանի երկաթուղիներ փակ բաժնետիրական ընկերություն, որը ամբողջությամբ բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի պետությանը։ Բայց փակ է Հայաստան-Նախիջևան, փակ է Հայաստան-Թուրքիա սահմանը։ Ինչպես է հնարավոր իրականացնել բեռնափոխադրումներ Նախիջևանից Թուրքիա Հայաստանի տարածքով, եթե սահմանները փակ են։ Հետաբար նախքան քննարկելը, թե արդյոք ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Նախիջևանից Թուրքիա Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ կատարել, թե ոչ, նախ պետք է հասնեն նրան, որպեսզի բացվեն այդ սահմանները։ Ցավոք մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը անում է հնարավոր ամեն ինչ չստորագրելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որը վավերացվեց անցյալ տարի օգոստոսին Վաշինգտոնում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը պնդում է, որ քանի դեռ չկա Հայաստան-Ադրբեջան ստորագրված խաղաղության պայմանագիր, չի կարող լինել նաև ամբողջական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, այդ թվում Հայաստան-Թուրքիա սահմանի բացում։ Հետևաբար հիմնական խոչընդոտը Հայաստանի տարածքով Նախիջևանից Թուրքիա բեռնափոխադրումների իրականացման եւ Հայաստանը այդ խոշոր լոգիստիկ ծրագրերում ներգրավման, այս պայմանավորության ոչ թե ռուսական կոնցեսիան է, այլ Ադրբեջանի դիրքորոշումը, որը նորից եմ ասում, անում է ամեն ինչ, առաջ է բերում տարբեր պատրվակներ, առաջին հերթին այդ սահմանադրության փոփոխության պահանջը, որպեսզի a. չստորագրի խաղաղության պայմանագիր, b. չբացի Հայաստան-Նախիջևան սահմանը, g. թույլ չտա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում։ Առաջին հերթին Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս արատավոր շղթան ճեղքելու ուղղությամբ, այսինքն կամ պետք է Ադրբեջանը ստորագրի եւ ավելացնի խաղաղության պայմանագիր, կամ Թուրքիան առանց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի պետք է գնա հարաբերությունների հետ նորմալացման։ Սա պետք է լինի Հայաստանի քաղաքականության հիմնական նպատակը։ Դրանից հետո միայն երբ որ արդեն պարզ լինի, որ սահմանները բաց են, թե Հայաստան-Նախիջևան, թե Հայաստան-Թուրքիա, արդեն կարելի է քննարկել, արդյոք ռուսական կոնցեսիան խոչընդոտում է այդ բեռնափոխադրումներին, եթե խոչընդոտում է, ապա ինչ անել, արդյոք մեզ ընդհանրապես պետք է կոնցեսիա, գուցե ընդհանրապես կոնցեսիա պետք չէ, բայց այդ հարցերը կարող են քննարկվել միայն այն ժամանակ, երբ մենք կարողանանք ճեղքել Ադրբեջանի կողմից ստեղծված այս արատավոր շղթան։ Հետևաբար, Հայաստանի հիմնական նպատակը պետք է լինի a. հասնեն նրան, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր, կամ b. հասնեն նրան, որ Թուրքիան բացի Հայաստանի սահմանները առանց Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետ պայմանագրի։ Միայն դրանից հետո միայն, երբ արդեն բաց կլինի Հայաստան-Նախիջևան եւ Հայաստան-Թուրքիա սահմանը, կարելի է արդեն քննարկել, արդյոք ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Նախիջևանից Հայաստանի տարածքով Թուրքիա բեռնափոխադրումներին, եւ եթե խոչընդոտում է, ապա ինչ անել։ Տալ երկաթուղին այլ պետության կոնցեսիոն կառավարման, թե միգուցե ընդհանրապես հասնել նրան, որ Հայաստանին կոնցեսիոն կառավարում պետք չէ եւ երկաթուղին կարող է կառավարել ինքը Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող շաբաթվա հայտարարությունները քննարկում ենք Շանտյուզի թղթակից Տիգրան Հովակիմյանի եւ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։